Շատ ողջունում եմ ձեզ։ Շատ սահմանափակ ողջունում եմ։ Դուք աստված ես երկրի ծերման հզորել եք։ Քաղաքամայր Երևանից մինչև երկրի հեռավոր ու սահմանամերձ բնակավայրեր Գագիկ Ծառուկյանը ամենօրյա ռեժիմով շարունակում է հանդիպումները ժողովրդի հետ։ Ուշադրության կենտրոնում կրկին Գեղարքունիքի մարզն է։ Կարճախբյուրում Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարին աղոհացով են դիմավորում։ Գագիկ Ծառուկյանը նախ շնորհավորում է կարճախբյուրցիներին մայիսի 1-ի առթիվ։ Աշխատող բարիք ստեղծող մարդն է, երկիրը շենացնողը, պետության հիմքերն ամուր պահողը, ասում է ԲՀԿ ղեկավարը, կարևոր համարում, որ աշխատավոր մարդը արժևորված լինի։ Հարգելի սիրելի ժողովուրդ, առաջին հերթին ուզում եմ ձեր բոլորին ողջունել։ Երկրորդ շնորհավորում եմ ձեզ աշխատողի օրվա կապակցությամբ երկիրը կառուցող, բերք ու բարիք ստեղծող աշխատավոր մարդն է։ Ես նույնպես աշխատողի ընտանիքից եմ։ Մինչև այսօր մայրս աշխատում, առավոտյանին գնում է գործի։ Այնպես որ մարդը միշտ պետք է բերք ու բարիք ստեղծի, զբաղմունք ունենա։ Ինչքան որ զբաղմունք ունեցավ, ինքը ավելի երիտասարդ կլինի, երկար կապրի։ Այնպես չի որ 60-ից հետո արդեն անցել է թոշակի, պետք է նստի տունը։ Եթե մարդիկ ցանկանում որ ծնողները երկար ապրեն, որոնք պետք է պայման ստեղծեն, ծնողները զբաղմունք ունենան։ Գյուղացիների հետ Գագիկ Ծառուկյանի շփումը ոչ թե առիթից առիթ է, այլ տարին 12 ամիս, հատկապես սահմանամերձ համայնքները տարիներ ի վեր եղել են խոշորացույցի ներքո, իսկ աջակցությունն այնտեղ ապրող գյուղացուն մշտական։ Հերոս մարդիկն են սահմանի վրա իրենց ընտանիքով մնում, իրոք պետք է պայման ու հնարավորություն լինի, երաշխիք պետք է լինի, պետք է արտոնություն լինի, եթե մարդ չի թողում գնա Երևան, Երևանին մոտ, այլ մնում այդ մարդիկ պետք է տարբերվեն, գույքարկը պակասացնեն, պարարտանյութը անվճար տան, սերմը տան։ Հաջորդ հանդիպումը Ակունք գյուղում է։ Գագիկ Ծառուկյանին այստեղ հայկական հյուրընկալությանը բնորոշ ջերմությամբ են դիմավորում։ Ժորժ ջան, ես հիմա գյուղ այցելում եմ, հարցնելով, լսելով մարդու դարդ ու ցավը, խնդիրն ու խնդրեմը։ Սահմանամերձ գյուղերի բնակիչներին ամենաշատը անվտանգային հարցերն են մտահոգում։ ԲՀԿ ղեկավարը ներկայացնում է իրենց 10 կետանոց ծրագրի առանցքային դրույթներից մեկը։ Երաշխավորված խաղաղություն է խոստանում քաղաքական ուժը։ Առանց արտաքին երաշխավորների եւ հստակ մեխանիզմների ցանկացած համաձայնություն խոցելի է։ Երկրի անվտանգության առաջնահերթն էդի է, որ մեր ժողովուրդը խաղաղ ապրեն, լավ ապրեն։ Այսօր ամենակարևորը, այո, անվտանգությունն է, երկրի պետք է լինի երաշխավորված խաղաղություն։ Պետք է ասենք Չինաստանի պես պետությունը, Ռուսաստանի պես պետությունը, պետք է երաշխավորեն, որ մենք պայմանավորվել ենք, որ այս երկրում պետք է կռիվ չի, մենք դուռը փակենք պատերազմի դեմ։ Գեղամասարում եւս Գագիկ Ծառուկյանի հանդեպ վստահությունը մեծ է, ակնկալիքը եւս։ Բազմիցս լսել ենք ձեզանից, որ դուք ասում եք, ես չեմ ուզում լինեմ վարչապետ, բայց ինձ թվում է պետք է ժողովրդի կարծիքը հաշվի առնեք, քանի որ ժողովուրդն է ձեր կողը կայնած ու ժողովուրդը ձեզանից սպասելիքներ ունի, լիքը լավ սպասելիքներ, կոնկրետ երկրի անվտանգության հետ կապված ու բարգավաճման, այս գյուղը մենակ գյուղով չի եզրափակվում, այս սահմանի տակ գտնվող գյուղերը, համայնքները մեծամասամբ ես ինքս շփվում եմ բոլոր ժողովուրդը լիքը կարիքներ ունեն ու ձեր նման ղեկավարի կարիքն ունեն, որ դուք ձեր մարդ տեսակով, ձեր ուժով, ձեր ներդրումներով մեր ժողովուրդը ձեր կարիք եւ մենք ուզում ենք դուք կլինեք վարչապետը։ Ժորժ ջան, ուրեմն ամենակարևորը չեմ հայտարարել, որ ես վարչապետ եմ ուզում լինեմ, պետք է ասեմ Ծառուկեն այսքան ունի, հիմա էլ վարչապետ է ուզում։ Դա համար ես ասեմ, ես չեմ ուզում։ Մենք դնելու ենք ապագայի վարչապետ, որ այս ծանոթության տակ մտնի, կազմակերպի, անի հետևողական կարգով։ Ղեկավարը պետք է լինի աշխատած, արդյունք տված, փորձառու մարդ։
եւ մասնագետ եւ որպես մարդ, որ նա կարողանում է գնահատի լավը, հզոր արդյունավետը։ ԲՀԿ ղեկավարը շնորհակալություն է հայտնում սրտաբաց ընդունելության համար, ընդգծում մարդկանց ջերմությունն ու հավատը ոգեշնչում են ու ավելին անելու ուժ տալիս։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, ձեզ ցավը տամ։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։